լուսանկարները ակտիվ տարածում են, Հրաշ Սարգսակյան մարդն է, որ ահաբեկչություն պիտի իրականացներ եւ առհասարակ Բագրատ Սրբազանն էլ այն մարդն է, որը պիտի այդ գործողությունները ղեկավարեր։ Դե ձեր հարցադրման մեջ արդեն կա պատասխանը։ Դե զավեշտի, ես պետք է պատասխանեմ, կամ եթե երեք հրապարակում են այդ ամբողջ պլանը, որ 24 թվականի համար էր, այսինքն պիտի առած լինեին։ Հիմա մենք ինչ ենթադրության մասն ենք խոսում, թե post-factum ենք խոսում, իրենք գրել են, չէ՞, փաստ, իրանց հրապարակածը մենք չենք հրապարակել, որ դա պետք է լիներ 24 թվականի, եղել է։ Չի եղել, չէ՞։ Հիմա պարզա որ այդ մարդիկ տես բանանող չեն։ Բայց տեսեք, փաստորեն պլանը իրենք ներկայացնում են, հետո անցնում միանգամից գործողությունների եւ այդ ամենը անում են եկեղեցին թիրախավորելուն զուգընթաց։ Համաձայն եմ, ուղղակի շատ ծնանկ են, բոլորիս իմ մտքին այդ է, կարծում եմ բոլորի, որ սա իրենց ուղղակի հիվանդագին վախերն է, ուրիշ ոչ մի բան։ Իրանց վախերը իրանք թղթին են տվել, պատկերացումներն են հրապարակել եւ իրենց երևակայությունը, որը նորից եմ կրկնում, դա հիվանդագին երևակայություն է, ուզում եմ որպես փաստ մատուցել մեր ժողովրդի, մեր հանրությանը։ Եթե մի բան մեղադրում էին մեր Սրբազանին, դա այն է, որ Սրբազանը մեղ, համերաշխության կոչով է միշտ հանդես եկել։ Մեղադրում են, որ Սրբազան ինչու՞ չեք գնում ռադիկալ գործողություններ, ինչու՞ չեք գնում ավելի կոշտ դիրքորոշում չունեք եւ այլն եւ այլն։ Սրբազանը ասում է, չէ, պետք է հաշտություն հասարակության մեջ։ Մենք շատ լուրջ արտաքին խնդիր ունենք։ Մեր խնդիրը ներսում չէ, ներսինը խոչընդոտ է։ Փոքրիկ խոչընդոտ, որ պետք է լուծվի, որպեսզի կարողան երկիրը որպես ընդհանուր համերաշխ հասարակություն մոբիլիզացնենք արտաքին վտանգները այսպես դիմակայելու համար։ Դե նոր ընկերներ հետ դա ենք խոսում, իհարկե մենք սպասում էինք, այնպես չի որ անակնկալ է, այնպես չի որ Սրբազանը դրան պատրաստ չէր, բայց ինչ են մեր մտածումը, որ իրենք այս հարցին որ պետք է լուծեին։ Իրենց համար անակնկալ է, որ Սրբազան շարժումը, պայքարը անկոտրուն առաջ է գնում, ոչ մի բանի այսպես տեղի չի տալիս։ Սա մեծ պայքար էր հանուն հայրենիքի, հանուն մեր ազատության, մեր հանուն այսպես ազգային մեր նպատակների։ Ոչ մի երբ չկարացին է շարժումը մարել, իրենք էլ մտածում են, որ կսպառվեն ու ամեն մեկը այսպես էլ ոնց որ սովորաբար լինում է։ Իրենց լեզվով ասած կմարի շարժումը, բայց ոչ մի կերպ դա չեղավ եւ իրենք իրենց բնորոշ ամենա այսպես էլի։ Այստեղ միայն շարժման խնդիրը չէ, որտեվ մենք բռնաճնշումների ալիքի հետ ըստ էության գործ ունենք, որտեվ դրանից առաջ էլ էլի եղել էին կալանքի ապօրինի որոշումներ, ուղիղ հրահանգներ, կալանքի եւ ձերբակալությունների վերաբերյալ այս առումով ինչ պիտի արվի, որովհետև եթե անընդհատ իրավիճակը սրվում է եւ սրողը նույն մարդն է երկրում, հա, թե քննիչը, թե դատավորը, թե արդեն հիմա էլ նույնիսկ հոգեվորականը, նույնիսկ այսպես վեհին ընտրողը նույն մարդն է, այդ դեպքում ինչ հասարակական համերաշխության մասին կարող է խոսք գնալ եւ ինչպես դրան հասնել։ Տեսեք, բռնաճնշումները եւ իրենց վախերը ուղիղ համեմատական են։ Ինչքան մեծ են այդ վախերը իրենց, այդքան շատ է լինել բռնաճնշումները։ Ինչքան այսպես մենք տեսնենք բռնաճնշումներ, հետապնդումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, ուրեմն իմացեք, որ այդքան մեծ է իրենց վախերը, որ անշուշտ իրենք վախենալու բոլոր առիթը տվել են։ Իսկ այս ճանապարհով կարողանան եկեղեցուն հնազանդեցնել։ Ոչ երբեք, ոչ երբեք։